Վստահ եմ լսել եք Նինա Պարկի դիմահարդարումների մասին։ Վերջերս հոլիվուդյան մի շարք աստղեր իրենց արտաքին տեսքը վստահել են հենց նրան։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես շատ եմ ուզում ինձ վրա փորձել այս դիմահարդարումը։ Դրա համար կադրից դուրս ես արդեն շատ լավ խոնավեցրել եմ իմ մաշկը, որպեսզի ստանամ ներսից շողացող մաշկ, վերցնում եմ Կիկոյի հեղուկ հայլայթերը, ունեմ մի քանի կաթիլ, խառնում եմ Շիգլամի իմ սիրելի տոնային հետ։ Սկզբում վերցնում եմ եւ մատով տարածում եմ դեմքիս վրա, նույն վրձինով վերցնելու եմ բրոնզեր, ասում եմ բոլոր անհրաժեշտ հատվածներով։ Որպես բլաշ օգտագործում եմ մի փոքր ավելի գազերագույնոտ երանգ, որպես կոնսիլեր օգտագործում եմ Catrice-ի վարդագույն կորեկտորը։ Շատ թեթև է նստում եւ դա այն է, ինչպես պետք է։ Հոնքերը ֆիքսում եմ մաքսիմալ բնական ձևով։ Դիմափոշի օգտագործում եմ շատ քիչ, սկզբում ձեռքիս վրա ավելորդը դուրս եմ բերում, հետո մի թեթև անցնում եմ աչքերի տակով։ Օգտագործում եմ իմ շատ սիրելի Dior-ի հայլայթերը։ Խառնում եմ այս 3 երանգը։ Այստեղից վերցնում եմ ամենամուգ երանգը, ավելացնում եմ աչքի դրսի հատվածում, բաց գույնի ստվերաներկ ներսի հատվածում։ Շատ կարևոր է, որպեսզի ընդգծենք թարթիչների գիծը։ Նայում ենք մի փոքր ներքև եւ սկսում ենք ընդգծել, այսպես շատ հեշտ է ստացվում։ Ականակագույն մատիտով ընդգծեցի աչքի ներսի հատվածը։ Աչքի ծայրից ստանում եմ շատ փոքրիկ գիծ։ Ավելացնում եմ թարթչաներկ միայն վերևի թարթիչների վրա։ Վերցնում եմ մի փոքր բրոնզեր, սկսում եմ շուրթերից եզրագծից մի փոքր դուրս գալով տարածել։ Հիմա վերցնում եմ բլաշը, որը օգտագործել եմ այտերիս վրա, վերցնում եմ շուրթերից ներսի հատվածում։ Վերցնում եմ իմ սիրելի շուրթերի մատիտը եւ սկսում եմ անցնել նրանով շուրթերիս կոնտուրով։ Կենտրոնում ավելացնում եմ մի փոքր ծինտ եւ դիմահարդարումը համարում եմ ավարտված։ Ստացվեց կրկնել Նինա Պարկի ոճը թե ոչ, գրեք մեկնաբանություններում։